պատվիրակության ներկայացուցիչներին։ Շատ կարևոր է, որ այս ակցիային մասնակցում են հայաստանյան բոլոր լուրջ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Քաղաքական ուժեր, որոնք ունեն իրար հետ լուրջ խնդիրներ, հակասություններ, մոտեցումները տարբեր են, մանավանդ որ մոտենում են ընտրություններին, եւ այս մեսիջը շատ կարևոր է պարոն փոխնախագահի համար։ Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը ունեն միասնական օրակարգ եւ այդ օրակարգի հետ կապված չկա տարաձայնություններ։ Այդ խնդիրներն են, պարոն Վենս, քաղբանտարկյալների ազատումը Հայաստանում, Բաքվի բանտերից մեր գերիներին ազատելը, Հայաստանի տարածքի, ինքնիշխան տարածքի վերականգնումը եւ պայքարի դադարեցումը եկեղեցու դեմ։ Բոլոր այս նշածս 4 խնդիրները Հայաստանի քաղաքական դաշտի համար բացարձակ վիճելի խնդիրներ չեն։ Բոլորը միասնական են այս խնդրի շուրջ։ Եվ ես կարծում եմ նույնիսկ Հայաստանի հասարակության անունից եմ այս մեսիջը ուղղում ձեզ։ Այս հարցերի շուրջ դուք պարտավոր եք, եթե ուզում եք մեր հարաբերությունները լինեն անկեղծ, հեռանկարային եւ ձգտեն խաղաղության, ապա սրանք հայաստանյան այն խնդիրներն են, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Դուք կարող եք այս խնդրի շուրջ օգտակար լինել Հայաստանի ոչ թե իշխանությունների, այլ հասարակությանը։ Դա մեզ համար շատ կարևոր է։ Կրկնում եմ, որ այս հարցին հետամուտ են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք անգամ իրար հետ ունեն խնդիրներ։ Եվ եթե ուզում եք, ես կարծում եմ, վստահ եմ, որ ուզում եք, որ Հայաստանում լինի խաղաղություն, Ադրբեջանի հետ լինի խաղաղություն, ապա այդ խաղաղության պայմաններից մեկը առաջնայինը պետք է լինի գերիների ազատումը։ Չի կարող լինել խաղաղություն, եթե կան գերիներ։ Չի կարող լինել խաղաղություն, եթե Հայաստանի 340 կիլոմետրը մեր քարտեզի մեջ չէ։ Չի կարող լինել խաղաղություն, եթե Հայաստանը երկպառակտված է եւ պայքարում է ներքին հիմնական ուժերի դեմ, դա եկեղեցին է, բանակն է եւ այլն։ Ուստի ամփոփում է հետեւյալ ամփոփիչ խոսքով, պարոն Վենս, Միացյալ Նահանգների պատվիրակություն, դուք կարող եք հասարակության վստահությունը գրավել, շահել այս խնդիրները ներկայացնելով։ Միայն այդ դեպքում կարող է լինել իրական խաղաղություն։ Եթե ոչ, խաղաղությունը բլեֆ է, խաղաղությունը խաբկանք է, որ ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, Հայաստանի ժողովրդին։ Ուզում եք մեր հարաբերությունները լինեն հեռանկարային, ինչպես եղել են շատ տարիներ ժամանակ, շատ տարիներ երկար ժամանակ են հարաբերությունները աշխատել, ապա այս խնդիրները փորձեք լուծել։ Մեր դիմումը, մեր ակցիայի իմաստը հետևյալն է։ Լուծել այն արմատական խնդիրները, որոնք խանգարում են իրական խաղաղությանը։ Այդ դեպքում Հարավային Կովկասում իսկապես կարող է խաղաղություն հաստատվել։ Շնորհակալություն։